Ինչի է ընդունակ կնոջ 6-րդ զգայարանը։ Ասում են կինը ի տարբերություն տղամարդու ունի 6-րդ զգայարան։ Սա պատկերավոր խոսք չէ, ոչ էլ կնոջ գերզգայունությունը փառաբանելու միջոց։ Սա իրականություն է, իրական հատկանիշ, որի պատճառով դարեր շարունակ կանանց անհաճո գուշակություններ անելու եւ գերբնական կարողություններ ունենալու համար այրում էին խարույկների վրա։ 1978 թվականին մարդաբաններն արեցին հետևյալ գիտափորձը, որի նպատակն էր հասկանալ կնոջ առանց ձայնի միայն դիմախաղի օգնությամբ տեղեկույթ ընկալելու կարողությունը։ Ծննդատանը նկարահանեցին մոտ 10 վայրկյան տևողությամբ լացող երեխաների տեսապատկերներ, այնուհետև խնդրեցին մայրերին դիտել այդ կարճ պատկերները անջատված ձայնով։ Մայրերն ինֆորմացիան պետք է ստանային միայն տեսողաբար, եւ ինչ, մայրերը հիմնականում կարողացան համր պատկերների միջոցով որոշել երեխաների հույզերն ու լացի պատճառները։ Սոված են արդյոք, թե ցավեր ունեն, կամ էլ գուցե դիսկոմֆորտի մեջ են եւ թրջել են իրենց տակը, հոգնած են, թե մրսում են եւ այլն։ Այս ամենը կանայք գրեթե անսխալ որոշում էին։ Նույն պատկերները նույնպես համր վիճակում ցուցադրեցին տղամարդկանց։ Հայրերի միայն 10%-ը մի կերպ կարողացավ նշել 1-2 պատճառ, որ անհանգստացնում է երեխային։ Այն էլ հենց այնպես կռահելու կարգով։ Տղամարդկանցից մի քանիսն էլ հայտնագործություն անելու պես ուրախ բացականչեցին, երեխան մորն է ուզում։ Նույն գիտափորձն արվեց ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, տարիքային գործոնը հասկանալու համար։ Նույն պատկերները դիտողները տատիկներն ու պապիկներն էին։ Մայրերի նմանությամբ տատիկները մեծ վարպետությամբ կռահում էին, թե ինչ-ինչոց է։ Այն դեպքում, երբ պապիկներից շատերը դժվարությամբ էին ճանաչում նույնիսկ սեփական թոռնիկներին։ Խոսենք մի ուշագրավ իրողության մասին ևս, որը կրկին հաստատում է կնոջ գերզգայուն որակները։ Եթե սենյակում հավաքվել է 50 զույգ, կինը կարող է մոտ 10 րոպեի ընթացքում որոշել, թե ինչպիսին է այդ զույգերից յուրաքանչյուրի փոխհարաբերությունը։ Եթե կինը մտնում է սենյակ, նրա էքստրասենսորային հատկությունները թույլ են տալիս ակնթարթորեն որոշել, թե զույգերից որոնք են ապրում լիակատար համերաշխության մեջ, իսկ որոնք ոչ։ Այստեղ կինն արագ կռահում է, թե ով ում հետ է ձգտում մտերմանալ։ Սենյակի որ հատվածում են կանգնած իր հակառակորդները կամ հակառակը, բարեկամաբար տրամադրվածները։ Իսկ երբ նույն սենյակ է մտնում տղամարդը, ինչպես դա արձանագրել են տեսախցիկները, ապա առաջինը նա աչքերով, այսպես ասած, նկարահանում է ողջ տարածքը եւ արձանագրում սենյակի մուտքն ու ելքը։ Տղամարդու զինվորի ու որսորդի մտածողությունը գնահատում է հնարավոր վտանգները եւ նահանջի ելքերը։ Այնուհետև նա մարդկանց մեջ փնտրում է ծանոթ դեմքեր եւ հնարավոր թշնամիների կերպարներ։ Եվ վերջում տղամարդու տարածական ուղեղը գնահատում է ընդհանուր իրավիճակը եւ աշխարհագրությունը։ Ավելին, նրա բանական եւ ռացիոնալ ուղեղը նկատում է ճաքած ապակին, այրված լամպը, պոկված պաստառը եւ այլն։ Իսկ կին այդ ընթացքում հասցնում է հայացքով նկարել բոլորի դեմքերը եւ որոշել, թե ով է, ինչն ինչ է, ներկաներից ով ինչպես է իրեն զգում եւ ինչու։ Եվ այս ամենը կինը կարողանում է շնորհիվ իր 6-րդ զգայարանի։ Մտքերը կարող են առողջացնել, բայց եւ կարող են սպանել։ Պլացեբոյի ու նացեբոյի էֆեկտը։ Մենք կերտում ենք մեր կյանքը մեր մտքերով։ Մտքի եւ դրա արգասիկ համարվող խոսքի ազդեցությունն անվիճարկելի է մեր ճակատագրի, անգամ մեր առողջության վրա։ Վաղուց ի վեր հայտնի է, որ ինքնաներշնչումը կարող է հիվանդության պատճառ դառնալ, անգամ եթե մարդու մոտ բացակայում են հիվանդության հարուցիչները։ Երբեմն այս կամ այն հիվանդություն ունենալու վստահությունը բավարար է, որպեսզի մարդու մոտ ի հայտ գան հիվանդության իրական ախտանիշներ, սրտխառնոց, գլխապտույտ եւ այլն։ Այդ երևույթը հայտնի է որպես նացեբոյի էֆեկտ, ի հակադրություն պլացեբոյի էֆեկտի։ Նացեբոյի էֆեկտը բացահայտում է մեր ուղեղի զարմանալի առանձնահատկությունները, սակայն այն դեռևս լիովին ուսումնասիրված չէ։ Բժիշկներին հայտնի է, որ ներշնչումը մարդու վրա մահացու ազդեցություն կարող է ունենալ։ 8-րդ դարի վիեննացի բժիշկ Էրիխ Մենինգեր ֆոն Լերենթալն իր ուսանողներին ճակատագրական կատակ է նկարագրել։ Նրա բժշկական դպրոցի աշակերտները որոշելով դաս տալ օգնականներից մեկին, անկարծակի հարձակվել են նրա վրա, կապել նրա աչքերը, գլուխը դրել են գերանի վրա ու հայտարարել, որ գլխատելու են նրան, որից հետո օգնականի պարանոցի վրա թաց կտոր են նետել։ Համոզված լինելով, որ սա սառը ածելու շեղբն է, ինչպես գրում է ֆոն Լերենթալը, օգնականը տեղում մահացել է։
Թեև նմանատիպ պատմությունները բավականին շատ են, բայց ժամանակակից բժշկության կողմից ավելի շատ ուսումնասիրվել են մարդու ինքնաբուժման կարողությունները, այսպես կոչված պլացեբոյի էֆեկտը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է դուր կգամ։ Մեր օրերում պլացեբոն լայնորեն օգտագործվում է կլինիկական փորձարկումների ժամանակ, երբ փորձարկվող դեղամիջոցն ու դատարկ դեղահաբը, հիմնականում լակտոզայի հիմքով, բաժանվում են հետազոտության մասնակիցների միջև, որոնք չգիտեն, թե կոնկրետ ինչ է իրենց հասել՝ իրական դեղահաբ թե պլացեբո, ընդ որում որոշակի դրական արդյունք արձանագրվում է անգամ պլացեբոյի ընդունման դեպքում։ Սակայն պլացեբոյի դրական ազդեցությանը զուգահեռ մասնակիցները երբեմն բողոքում են տհաճ ախտանշանների առկայությունից, գլխացավ, սրտխառնոց, ցավային այլ զգացողություններ։ Բանն այն է, որ կլինիկական հետազոտության բոլոր մասնակիցներին հետազոտությունից առաջ նախազգուշացնում են փորձարկվող պրեպարատի կողմնակի հնարավոր ազդեցությունների մասին։ Հավանական է, որ դատարկ դեղահաբ ընդունող մասնակիցների մոտ այդ ախտանշաններն առաջ են գալիս դրանց սպասումից։ Վերջին 10 տարվա ընթացքում գիտնականները հաստատել են, որ նացեբոյի էֆեկտը բավականին տարածված է, լատիներենից թարգմանաբար կվնասե։ Եվ եթե այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխացավը կամ սրտխառնոցը, որևէ կերպ կարելի է բացատրել անհատական զգացողություններով, ապա մաշկի վրա հանկարծակի առաջացած ցանը նացեբոյի էֆեկտի վառ արտահայտությունն է։ 2007 թվականին բժիշկ Ռոյ Ռիվսն այսպիսի դեպք է պատմում։ Դեպրեսիայով տառապող հիվանդը որոշելով վերջ տալ կյանքին մի ամբողջ տուփ դեղահաբ է խմում եւ անմիջապես փոշմանելով իր արածի համար սլանում է հիվանդանոց ու հենց ընդունարանի մոտ ընկնում հատակին։ Նրա վիճակը բավականին լուրջ էր, բժիշկներն արձանագրում են ցածր զարկերակային ճնշում եւ թոքերի գեր օդափոխություն։ Հիվանդին անմիջապես կաթիլային են միացնում, սակայն պարզվում է, որ արյան անալիզի մեջ ընդունած դեղամիջոցի հետքն անգամ չկա։ 4 ժամ անց մեկ այլ բժիշկ հայտնում է Ռիվզին, որ հիվանդը կլինիկական փորձարկման վերահսկվող մասնակիցներից մեկն է, իսկ գերդոզավորման ախտանշաններն առաջ են եկել պլացեբոյի ընդունումից հետո։ Այդ մասին իմանալուց հետո հիվանդի վիճակը կարգավորվել է։ Հայտնի չէ, կարող էր արդյոք այդ դեպքը մահվան հանգեցնել, թեև Թուրինյան համալսարանի բժշկական դպրոցի նյարդակենսաբանության պրոֆեսոր Ֆաբրիցիո Բենեդետին կարծում է, որ դա հնարավոր էր, այսինքն մարդը դատարկ դեղեր էր խմել միանգամից շատ եւ ներշնչել, որ հիմա ինքնասպան կլինի։ Վատացել էր այդ վիճակից դատարկ դեղերից։ Պրոֆեսորը սկանավորել է մարդկանց գլխուղեղն այն ժամանակ, երբ նրանց բացասական մտքեր են ներշնչվել, եւ եկել է եզրակացության, որ այդպիսի ներշնչման ժամանակ ակտիվանում է հիպոթալամուսի, հիպոֆիզի եւ մակերի կամների աշխատանքը, ադրենալին արտադրող գեղձերի։ Ինչպես հայտնի է, հիշյալ հատվածներն արձագանքում են, երբ մարդու օրգանիզմին էքստրեմալ վտանգ է սպառնում։ Եթե մարդն ինչ-որ բանից սաստիկ վախենում է, ապա այդ հատվածների կողմից արտադրված հորմոնների, այսպես ասած, կոկտեյլը կարող է մահուչապ վտանգավոր լինել, նշում է Բենեդետին։ Շատ երկար ժամանակ բժշկությունը հիմնված է եղել պլացեբոյի վրա։ Հեքիմներն ու բուժակները բուժել են մարդկանց, որոնց փրկել է ապաքինվելու անսահման ցանկությունը։ Եվ թեև այսօր հիվանդի բուժվելու ցանկությունն ապաքինման միակ պայմանը չէ, բայց այն պարզապես անհրաժեշտ է, եւ առանց այդ ցանկության ու հավատի ամենալավ դեղերն անգամ օգնել չեն կարող։ Նյութի եղինակ Մարինե Ալեքսանյան, օգտվում է Առավոտ AM-ից։ Արևելյան ծեր իմաստունը կպատասխանի ձեզ խուզող հարցին, պարզապես ընտրեք թիվը։ Երբեմն այնպես է պատահում, որ շատ ենք ուզում ինչ-որ խթան ստանալ, խորհուրդ կամ պարզապես հավատ սեփական ուժերին։ Նման դեպքերում մենք հաճախ ուզում ենք ինչ-որ իմաստուն մեկին դիմել, ով մեզ ճիշտ ճանապարհ ցույց կտա։ Եվ այսպես ընտրեք 1-ից մինչև 28-ը որևէ թիվ եւ կարդացեք համապատասխան բնութագիրը եւ իհարկե լսեք։ Նյութի տեքստային տարբերակը կլինի հոլովակի բնութագրի մեջ, հղման տեսքով։ 1. Դուք կարծես փակ շրջանի մեջ հայտնված լինեք, բայց սպասեք մի քիչ, ամեն ինչ կկարգավորվի։ 2. Ոչ միտեղ մի շտապեք, ամեն ինչ իր ժամանակին կլինի։ 3. Դադարեք լսել շրջապատին եւ մտածել կարծրատիպերով։ Ավելի լավ է հետևեք ձեր սրտի ձայնին։ 4. Չկան ակնհայտ խոչընդոտներ։ Մի քիչ ջանք գործադրեք եւ ամեն ինչ կկարգավորվի։ 5. Ավելի շատ մտածեք ձեր եւ ձեր ցանկությունների մասին։ Սովորեք առաջնահերթություններ դնել եւ կհաջողեք։ 6. Հավատացեք ձեր ուժերին։ Դուք շատ շուտով կիրականացնեք ձեր ցանկությունը։ 7.
Դուք խճճվել եք, ձեզ հանգիստ է պետք, հանգստացեք, եւ լուծումը ինքը կգա ձեզ մոտ։ 8. Դուք այնքան միայնակ չեք, ինչպես ձեզ է թվում։ Ձեր ընկերները կօգնեն իրականացնել ձեր ցանկությունները։ 9. Դուք հաճախ ձեր ցանկությունները երկրորդ պլան եք մղում։ Դադարեք այդպես անել, եւ ձեր կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ 10. Դուք պետք է համբերությամբ զինվեք, մի հուսահատվեք։ Դուք ավելի կստանաք, քան ակնկալում եք։ 11. Կստանաք այն, ինչին ձգտում եք, եթե ճիշտ ծրագրով առաջ շարժվեք։ 12. Պատրաստվեք, հաճելի փոփոխություններն արդեն մոտենում են։ 13. Անսպասելի նորությունը կտրուկ կփոխի ձեր կյանքը։ 14. Ձեզ ձախողում է սպասում, որը շատ շուտով հաջողության կվերածվի, այնպես որ մի հուսահատվեք։ 15. Մի շտապեք, խնձորին ժամանակ է պետք հասնելու համար, ամեն ինչի ժամանակին կլինի։ 16. Դուք պետք է այլ կերպ նայեք կյանքին, այդ ժամանակ կստանաք ճիշտ գործելու բանալին։ 17. Հիմա հաջողությունը ձեր կողմում է, վճռական գործեք եւ ոչնչից մի վախեցեք։ 18. Ձեր երջանկությունը ձեր քթի տակ է, ուշադիր նայեք եւ կտեսնեք այն։ 19. Հավատացեք ձեր ուժերին եւ կհասնեք ձեր երազանքին։ 20. Դուք պետք է մի քիչ ծրվեք, այդ դեպքում գործերն էլ կկարգավորվեն։ 21. Դուք շատ իմաստուն եք, այնպես որ լսեք ձեր բանականությանն ու ինտուիցիային, նրանք ձեզ ճիշտ ճանապարհ ցույց կտան։ 22. Դուք փաստացի հասել եք ձեր երազանքին, շարունակեք այդպես։ 23. Դուք միայն մի բանի վրա եք կենտրոնացած, շուրջը նայեք եւ կտեսնեք շատ այլ հնարավորություններ, որոնք շատ ավելի կարեւոր կթվան, քան այն, ինչին ձգտում էիք։ 24. Եթե սովորեք նկատել այս աշխարհի գեղեցկությունը, կգտնեք նաեւ ձեր հաջողությունը։ Դուք ճակատագրի սիրելին եք, բայց չգիտես ինչու համառորեն դա չեք նկատում։ 25. Ամեն ինչ լավ է լինելու, մտահոգվելու կարիք չունեք։ 26. Հիշեք, անձրևից հետո միշտ արև է դուրս գալիս, շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, մի անհանգստացեք։ 27. Դուք լավ աշխատել եք, հիմա պարգևատրվելու ժամանակն է։ 28. Դուք ձեզ չեք գնահատում, բայց հաջողությունը ձեր կողմում է։ Շուտով կյանքը ձեզ հաճելի անակնկալներ կմատուցի։ Մաղթում ենք ձեզ հաճելի օր։ Կանխազգացումը որոշելու թեստ։ Այդ զգացողությունը կարելի է տարբեր կերպ անվանել՝ կանխազգացում, 6-րդ զգայարան, ինտուիցիա։ Դա այն է, ինչ կա մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Շատ մարդկանց մոտ ինտուիցիան արտահայտվում է տարբեր պահերի։ Օգտակար է իմանալ, թե երբ դուք կարող եք հույս դնել ձեր ինտուիցիայի վրա։ Նայեք նկարազարդմանը, ընտրեք ձեզ դուր եկած աչքը կամ աչքերը ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։ Աչք 1. Դուք ինտուիտիվ եք սրտային, սիրուն վերաբերող հարցերում։ Սովորաբար գիտեք, թե ինչով կավարտվեն այդ զույգի հարաբերությունները եւ արդյոք երջանիկ կլինեն նրանք, ովքեր հիմա միասին են։ Աչք 2. Դուք կարող եք կանխազգացման շնորհ ունենալ, եթե գտնվում եք հանգիստ խաղաղ վիճակում։ Ձեր կանխազգացումը կարող է շոշափել գոյություն ունեցող պահից հեռու գտնվող իրավիճակներ ու գրեթե միշտ ձեզ համար անսպասելի է հայտնվում։ Աչք 3. Դուք ինտուիտիվ եք գործնական եւ ֆինանսական հարցերում։ Կարող եք նախապես զգալ, արժե արդյոք սկսել այս կամ այն գործը, ուր եւ երբ է ավելի լավ ուղղել ֆինանսական հոսքերը հաջող ելքի համար։ Աչք 4. Դուք ինտուիտիվ եք, եթե զգում եք լուրջ ու հզոր էմոցիոնալ պոռթկում։ Այլ կերպ ասած, եթե դուք շատ գրգռված եք կամ նյարդային, կարող եք ինտուիտիվ հասկանալ, թե երբ ինչ անել հետո, կամ թե ինչ տեղի կունենա շուտով։ Դա լուրջ շնորհ է։ Օգտակար կլիներ այդ ունակությունը վերահսկողության տակ պահել ու զարգացնել այն։ Թեստ. Ինչ եք դուք առաջինը տեսնում։ Հենց այդպիսի մարդ եք դուք։ Զարմանալի է, թե որքան տարբեր մենք կարող ենք ընկալել միևնույն պատկերը։ Կուզեք հավատացեք, կուզեք ոչ, բայց այն, թե ինչ եք դուք առաջինը տեսնում նկարի վրա, շատ բան կարող է պատմել ձեր մասին։ Եվ այսպես առաջարկում ենք նայել այս հետաքրքիր նկարին։ Ինչ եք դուք առաջինը տեսնում։ Շրթունքներ։ Եթե դուք նայեցիք այս պատկերին եւ առաջինը շրթունքներ տեսաք, ապա դա նշանակում է, որ դուք այն տիպի մարդկանցից եք,
որոնք ամեն ինչ հալած յուղի տեղ են ընդունում։ Դուք ամեն ինչ ընդունում եք այնպես, ինչպես տեսնում եք։ Չնայած դա կարող է նշանակել, որ դուք հասկացող եւ չմեղադրող մարդ եք։ Դա նաեւ կարող է նշանակել, որ դուք պարզապես չեք կարողանում ռիսկի դիմել։ Ծառեր։ Եթե դուք սկզբում նկատեցիք ծառերը, ապա սիրում եք նայել դեպի անհայտություն եւ ուսումնասիրել կյանքի փակ կողմերը։ Դուք ոչ ստանդարտ մտածողություն ունեք եւ միշտ խնդիրներ եք փնտրում, որոնք պետք է լուծել։ Հրաշալի գաղափարներ եք տալիս եւ սիրում եք սովորել։ Արմատներ։ Եթե սկզբում տեսաք արմատները, ապա կենտրոնացած եք աճի վրա։ Դուք հակված եք կենտրոնանալ ձեր զարգացման վրա։ Սիրում եք օգնել ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր ձեզ համար շատ կարևոր են։ Թեստ։ Ընտրեք նկարներից մեկը եւ պարզեք, թե ինչ էներգետիկա ունեք։ Այս թեստի համար անհրաժեշտ է, որ ընտրեք այն լուսանկարը, որը ձեզ առավել շատ է դուր գալիս, իսկ պատասխանները լսեք։ Եթե ընտրել եք առաջին նկարը, դուք հզոր էներգետիկա ունեք, որը կբավականացնի ոչ միայն ձեր նպատակներին հասնելու համար, այլև հարազատներին ու բարեկամներին ոգեշնչելու։ Ձեր մտերիմները ձեր ներկայությամբ իրենց ապահով ու լավ են զգում։ Դուք նրանց կարողանում եք պաշտպանել ձեր էներգետիկայով։ Եթե ընտրել եք երկրորդ նկարը, դուք անկայուն էներգետիկ դաշտ ունեք։ Երջանկությունից ձեր էներգետիկան ուժեղանում է, իսկ տխրելուց թուլանում։ Աշխատեք հնարավորինս շատ դրական ապրումներ ունենալ։ Եթե ընտրել եք երրորդ նկարը, դուք ապրում եք ներդաշնակության մեջ։ Ձեր էներգետիկան հզոր անվանելը դժվար է, սակայն այն բավականացնում է դժվարությունները եւ խնդիրները հաղթահարելու համար։ Ձեր էներգետիկան հեշտ է վերականգնվում։ Եթե ընտրել եք չորրորդ նկարը, դուք դրական էներգետիկա ունեք, որն իր շուրջն է հավաքում մյուսներին։ Կողմնակի մարդկանց վրա ձեր էներգետիկան լավ է ազդում, սակայն զգուշացեք էներգետիկ վամպիրներից, որոնք կարող են այն խլել ձեզնից։ Փորձեք աղոթքով, մեդիտացիայով վերականգնել ձեր էներգետիկան։ Ընտրեք ձեզ դուր եկած մարդուն եւ իմացեք այդ ընտրությունն ինչ է ասում ձեր մասին։ Ներկայացնում ենք թեստ, որի համար պետք է ընտրեք առաջարկված մարդկանցից մեկին, ով ձեզ ամենաշատը դուր եկավ, եւ կիմանաք ինչ է նշանակում ձեր ընտրությունը։ Մի շտապեք, մտածեք, ում հետ ձեզ համար իսկապես հաճելի կլիներ շփվել։ Առաջին, այս մարդը ձգտում է հաճույք ստանալ աշխատանքից եւ հանգստից, ուժեղ կամք ունի, բարձ եւ խորը ընկալունակ է։ Այսպիսի մարդիկ ձգտում են արդյունավետ, գործնական եւ զուսպ մարդկանց։ Երկրորդ, քթի նուրբ ծայրերը վկայում են, որ մարդը կարող է ոչնչից գնալ դեպի հարստություն։ Այսպիսի մարդկանցից խուսափում են կարճամիտ եւ դանդաղաշարժ մարդիկ, մելանխոլիկ կամ ֆլեգմատիկ խառնվածքով։ Վառ աչքերը խոսում են բարձր ինտելեկտի մասին։ Այդպիսի ժպիտը հույզերը զսպել կարողանալու։ Այսպիսի մարդիկ ձգում են հանգիստ, մանրակրկիտ եւ խոհուն մարդկանց։ Սակայն արտաքին զսպվածության տակ կարող է թաքնված լինել բավական ուժեղ եւ կտրուկ խառնվածք, վճռականություն եւ խորը հուզականություն։ Երրորդ, այս մարդն առանձնանում է քաջությամբ, կրքոտ է։ Ականջների վերևի մասը քիչ բարձր է հոնքերից, ինչը խոսում է բարձր ինտելեկտի մասին։ Լավ արտահայտված եւ սուր կզակը խոսում է իդեալիզմի եւ բարեխղճության մասին։ Կարգախոսը ցանկացած գործում արա անմիջապես։ Այսպիսի մարդիկ ձգում են համարձակ եւ լուրջ տրամադրված մարդկանց։ Թեթևամիտ մարդը ռիսկի չի դիմի նրա հետ կապվելու։ Այս ընտրությունը ձեզ բնութագրում է որպես ուժեղ, գուցե կոշտ եւ անսասան մարդու։ Չորրորդ, քառակուսի կզակը խոսում է ուժեղ, խիզախ եւ ամուր բնավորության մասին, համառության հետ մեկտեղ։ Մեծ աչքերը սովորաբար խորը զգայունության նշան են։ Շուրթերը եւ քթի ու շուրթերի միջև ծալքերը խոսում են զգացմունքային արտահայտչականության, հումորի յուրատեսակ եւ բավական կոշտ զգացումի, կյանքի նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին։ Այսպիսի մարդիկ ձգում են բարի, մեղմ մարդկանց, ովքեր պաշտպանության եւ հոգեվոր ջերմության կարիք ունեն։ 5. Ոչ մեծ կզակ ունեցողները համբերատար են, զիջող, մեղմ, սառը եւ զուսպ։ Քթի կախված ծայրը խոսում է կենսունակության մասին։ Այսպիսի շուրթերով մարդը կրիտիկական իրավիճակներում միայնակ հաղթահարում է խնդիրները։ Այսպիսի մարդիկ ձգում են երկու դեպքում, եթե ձեր խառնվածքը նույնպես լուռ է, կամ ուզում եք օգտվել մարդու զիջողականությունից։ Այս ընտրությունը ձեզ բնութագրում է որպես համեստ, ուժեղ, լուռ մարդու, կամ որպես բավական կոշտ մարդու։ 6. Սուր օվալաձև դեմքը վկայում է բարձր զգայունության եւ տաղանդի մասին։
Այսպիսի մարդիկ նաև խորամանկ եւ անհանդուրժողական են։ Մեծ բերանը խոսում է անփութության մասին։ Ում են ձգում այսպիսի մարդիկ։ Ըստ ամենայնի ձեր գործունեությունն արվեստի հետ է կապված, կամ գոնե այդպիսի ներուժ ունեք։ Դուք բարեսիրտ եւ թեթև եք։ 7. Ուղիղ եւ երկար հոնքերը տղամարդու մեջ բացահայտում են ինտելիգենտի եւ ինտելեկտուալի։ Դեմքի ձևը խոսում է հանգիստ բնավորության եւ արմատական փոփոխություններ չսիրելու մասին։ Այսպիսի մարդը ներդաշնակ է շրջապատող աշխարհի հետ։ Նա կարող է նկարիչ կամ գիտնական լինել։ Աչքերի, բերանի եւ կզակի հետ համաչափ երկար քիթը վկայում է ուժեղ բնավորության մասին։ Այսպիսի մարդն ինքնին շատ գրավիչ է։ Այս մարդուն ընտրելու դեպքում դուք ունեք մեծ կրեատիվություն, ստեղծագործականություն, հանգիստ եք, նույնպես աշխարհի հետ լիովին ներդաշնակ եք։ 8. Մեծ քիթը խոսում է ֆինանսական բարեկեցությամբ մտահոգության եւ կոլեկցիոներության հակման մասին։ Համաչափ կզակը վկայում է համառ բնավորության, ինքնավստահության մասին։ Շուրթերի ձևը խոսում է համոզելու ունակության եւ գործնական գործունեության վրա կենտրոնացածության մասին։ Այսպիսի մարդիկ ձգում են բավական պրագմատիկ, երկրային եւ լավ իմաստով հաշվարկող մարդկանց։ Միաժամանակ դուք շատ բարի եք, կենսուրախ, շրջապատին չեք ենթարկվի, քանի որ բավական ուժեղ կամք ունեք։ Ցանկացած իրավիճակում ձեզ համար հարմար վարվելակերպ կգտնեք։ Եվ 9. Այսպիսի դեմքի ձևով մարդը բարի է, մեղմ եւ խաղաղասեր։ Սիրում է հարմարավետություն, լավ շրջապատ, փառքի չի ձգտում։ Մեծ կզակը խոսում է ինքնավստահության եւ ֆիզիկական դիմացկունության մասին։ Ում են ձգում այսպիսի մարդիկ։ Դուք ուրախ եք, բարի, խաղաղասեր, հաղորդակցական լավ հմտություններ ունեք։ Կարող է լինել նաև հակառակը, որ շփոթվող եւ չշփվող եք։ Այսպիսի մարդու հակվեք։ Թեստ. Ինչը կընտրեիք դիմահարդարման այս պարագաներից։ Ընտրեք դիմահարդարման պարագաներից մեկը եւ լսեք նկարագրությունը։ Առաջին. Դուք մեծահոգի եք եւ բարոյական արժեքներ կրող։ Ձգտում եք լինել լավագույնը։ Օժտված եք ամենաբարձր հույզերով եւ բարոյական նորմերով։ Մարդկանց կարող է թվալ, թե ձեզ հետ շատ դժվար է շփվել, ինչտեղ շատ դժվար է հենց ձեզ ինքներդ ձեզ հետ ներդաշնակ ապրելու համար։ Դուք մեծ ջանասիրությամբ եք աշխատում, քանի որ ցանկանում եք փոխել աշխարհը դեպի լավը։ Սիրում եք մարդկանց, անկախ նրանից նրանք ձեզ կնեղացնեն թե ոչ։ Շատ քիչ մարդիկ կարող են գնահատել այն ամենը, ինչ դուք անում եք։ Երկրորդ. հետաքրքիր եւ արդարամիտ։ Դուք պատասխանատու անձնավորություն եք, ովքեր սիրում են հոգ տանել այլ մարդկանց մասին։ Հավատում եք արդար աշխատանքին եւ հեշտությամբ վերցնում եք պատասխանատու աշխատանքներ։ Ունեք շատ լավ բնավորություն։ Շրջապատի մարդիկ վստահում են ձեզ։ Դուք պայծառ, արագաշարժ եւ սրամիտ անձնավորություն եք։ Միշտ գտնում եք ինչ-որ հետաքրքիր բան ասելու շրջապատողներին։ Երրորդ. խելացի եւ մտածող։ Դուք լավ մտածող եք։ Ձեր մտքերն ու գաղափարները ամենակարևորն են։ Սիրում եք միայնակ մտածել ձեր տեսակետների շուրջ։ Ինտրովերտ եք, այսինքն ավելի շատ ներփակ։ Հեշտությամբ շփվում եք նրանց հետ, ովքեր սիրում են մտածել եւ սովորել։ Երբեք չեք մտածում մակերեսայնորեն։ Շատ ժամանակ եք ծախսում մտածելու բարոյական արժեքների մասին։ Փորձում եք անել այն, ինչ ճիշտ է, եթե նույնիսկ հասարակության մեծամասնությունը համաձայն չէ ձեզ հետ։ 4. Խորաթափանց եւ փիլիսոփայական։ Դուք եզակի անձնավորություն եք, բարի, հոգուտեր, էակ։ Ձեր կողքին չկա մեկը, նույնիսկ մի փոքր ձեզ նման։ Դուք ինտուիտիվ եք եւ մի քիչ էլ կանխազգացող։ Ձեզ հաճախ սխալ են հասկանում եւ դա ձեզ նեղացնում է։ Ձեզ անհրաժեշտ է անհատական տարածք, անհրաժեշտ է զարգացնել ձեր ստեղծագործական աշխատանքները, քանի որ դրանք վայելում են շրջապատի հարգանքը։ Դուք հստակ տեսնում եք կյանքի լուսավոր եւ մութ կողմերը, շատ զգացմունքային եք։ 5. Վստահ եւ գերիշխող։ Դուք ազատատենչ եք։ Ձեր կարգախոսն է ինքս կանեմ։ Ձեր հույսը դնում եք միայն ձեզ վրա։ Գիտեք, թե ինչպես պետք է լինել ուժեղ ձեզ համար եւ այն մարդկանց համար, ում սիրում եք։ Գիտեք, թե ինչ եք ուզում եւ չեք վախենում գնալ նպատակներին ընդառաջ։ Միակ բանը, որ պահանջում եք դիմացինից, լինել անկեղծ ձեզ հետ։ Դուք պատրաստ եք լսելու ճշմարտությունը։ 6. Բարի եւ զգայուն։ Հեշտությամբ կառուցում եք հարաբերություններ մարդկանց հետ։ Ունեք շատ լավ ընկերներ եւ սիրում եք իրենց կյանքը դարձնել ավելի լավը։ Ունեք ջերմ եւ պայծառ աուրա։ Մարդիկ զգում են շատ հանգիստ ձեր ներկայությամբ։ Յուրաքանչյուր օր ձգտում եք դառնալ ավելի լավը։ Ձգտում եք լինել հետաքրքիր, խորաթափանց եւ յուրօրինակ։ Ամենաշատն աշխարհում ձեզ անհրաժեշտ է սեր։ Դուք անգամ սիրում եք նրանց, ովքեր չեն սիրում ձեզ։
Կենդանակերպի նշաններից ովքեր ունեն ամենաուժեղ ինտուիցիան։ Որոշ մարդիկ ամեն ինչում տրամաբանության վրա են հիմնվում, իսկ մյուսներն էլ սովորել են վստահել իրենց ինտուիցիային, ներըմբռնմանը։ Ինչու է այդպես լինում։ Աստղաբանները յուրովի են պատասխանում այս հարցին։ Նրանց կարծիքով կենդանակերպի բոլոր նշանները տարբեր կերպ են վերաբերվում իրենց 6-րդ զգայարանին։ Ներկայացնում ենք ամենաուժեղ ինտուիցիան ունեցող նշանների հնգյակը։ Այծեղջուր։ Այծեղջուրները իրավիճակի ինտուիտիվ տեսիլքների փայլատակումներ են ունենում, բայց նրանք հակված են համարելու դա ոչ թե շնորհ, այլ հոգեկան հիվանդության դրսևորում։ Նրանք հազվադեպ են շրջապատին պատմում իրենց տեսիլքների մասին, վախենալով, որ իրենց խելագարի տեղ կդնեն։ Կույս։ Այս նշանը բնության հետ սերտ կապ ունի, որը նրան ուժեղ ինտուիտիվ ունակություններով է օժտում։ Կույսերի միակ թերությունն այն է, որ նրանք երբեմն տրամաբանությանը թույլ են տալիս խճճել իրենց զգացողությունները։ Կարիճ։ Սա ամենաանգերազանցելի նշանն է ուրիշների շարժառիթները կռահելու հարցում, սակայն ցավոք կարիճները հազվադեպ են կարողանում կանխատեսել, թե ինչ է իրենց սպասվում։ Նրանց հիմնական ունակությունն այն է, որ նրանք միշտ իմանում են, երբ ինչ-որ մեկն իրենց սիրարվում է։ Ձկներ։ Ձկները հազվագյուտ շնորհ ունեն։ Նրանք տեսնում են տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր պատկերը։ Նրանք ոչ միայն գիտեն, թե ինչ են մտածում ուրիշները, այլև հասկանում են, թե ինչու են նրանք այդպես մտածում։ Խեցգետին։ Խեցգետինը կարդում է մարդկանց զգացմունքներն ու հույզերն այնպես, կարծես տարո քարտեր գցի։ Գերզգայունությունն ու զարգացած էմպաթիան թույլ են տալիս նրանց տեսնել ցանկացած իրավիճակի էությունը։ Նրանք իսկական էքստրասենսներ են։ Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։